Հրապարակ թերթը գրում է. Իշխանություն եկեղեցի հակամարտության հրադադարի փուլում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարության նախագիծ է ներկայացրել խորհրդարան առաջարկելով օրենսդիր մարմնին դատապարտող հայտարարություն ընդունել եկեղեցու եւ հոգեվորականության դեմ տարվող քաղաքականության վերաբերյալ։ Ժողովուրդ թերթը գրում է. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Բաբայանը Արմլուրեյեմ կայքի զրույցում երեկ մի սենսացիոն հայտարարություն արեց։ Կա ընկերություն, որը Ադրբեջանից բենզին է բերում եվրոպականի անվան տակ վաճառում։ Իրեն խիստ զգուշացվել է կամ դու կհայտարարես, որ ադրբեջանական բենզին ես բերում ու փողը փոխանցում ես Ադրբեջանին, կամ չես կարողանալու վաճառել այդ բենզինը։ Թույլ չենք տալու սուտի հայրենասեր խաղան սպառողներին խաբեն, ասել է նախարարը։ Ժողովուրդ օրաթերթը իր կառավարական աղբյուրներից պարզել է, որ նախարարի նկարագրած խարդախության հեղինակ ընկերությունը CPS ընկերությունն է, որը դիզվառելիքի շուկայում հնաբնակներից է։ Հրապարակ թերթը գրում է. Քաղաքպայմանագիրը Երևանի սրտում Կասկադում վերջերս կուսակցության գրասենյակ է վարձել ու պատուհաս դարձել տարածքում ապրող ու գործունեություն իրականացնողների համար։ Զրոյից վերանորոգած գրասենյակում պարզվում է կապի խլացուցիչներ են նաև տեղադրել ու հարկ եղած դեպքում միացնում են դրանք ու այդ ընթացքում շենքում ու մոտակա հատվածներում խլացնում բջջային կապը։ Հավանաբար շարքային կուսակցականները վախենում են, որ իրենց էլ կգաղտնալսեն իրենց հեռախոսների միջոցով։ Փաստ թերթը գրում է. Սպասվող ընտրությունների շեմին ի թիվս այլ մեթոդների Նիկոլ Փաշինյանը կիրառում է նաև քարոզչական առնվազն երկու գործիք։ Առաջինը վերաբերում է նրան, որ այս կամ այն անձի նկատմամբ շինծու գործերով նպատակ է հետապնդվում հնարավորինս ավելի շատ անցանկալի անձանց լռեցնել, աչքը վախեցնել, մի խոսքով հեռու պահել ակտիվությունից։ Երկրորդ գործիքը նպատակ ունի հասարակության մեջ առավել ևս որոշակի ակտիվություն դրսևորողների շրջանում ձևավորել ապաթիայի մթնոլորտ։ Ժողովուրդ թերթը գրում է. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որ հանուն պաշտոնի հեծանի վերվարում եւ 20 կիլոգրամից ավել քաշ կորցրեց, պարզվում է գերթանկարժեք հեծանի վերվարում։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրեց նախարար Արսեն Թորոսյանի հեծանիվը ու պարզեց, որ լուսանկարում երևացող հեծանիվը Canyon Aero մրցարշավային բարձր դասի կարբոն հեծանիվների ընտանիքին է պատկանում։ Նման մոդելների գինը տատանվում է 5-ից 10,000 դոլարի շրջանակներում։ Իսկ դուք ավելին իմանալու համար կարդացեք Panorama.am։